Բարի երեկո։ Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում։ Խորհրդի այսօրվա նիստը ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի, քաղաքական դաշտում առկա զարգացումներին եւ այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին։ Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները։ Դեռ երկուշաբթի ես 2-3 օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար։ Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր, քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում եւ լսել նաեւ խորհրդի անդամների կարծիքները։ Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամները այստեղ այսօր ելույթ չեն ունենալու։ Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից։ Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է եւ մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերվել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար եւ քննարկելու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց։ Այդպես եղել է միշտ։ Ժամանակի ընթացքում սակայն մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ կապված չէ, որ իմաստ ունի։ Մենք հասկացանք, որ քաղաքական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ միանգամից աղճատվում եւ խեղճատակության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտնվում է տարրական տրամաբանության եւ իրականության զգացողության բացակայության գործելաոճը։ Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գայք Ծառուկյանի վերջին ելույթը եւ պաշտոնապես արձագանքել դրան։ Ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ։ Ցավոք պետք է արձանագրեմ, որ քննարկման ընթացքում սակայն գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին։ Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է։ Քննարկելու իմաստը ո՞րն է։ Ինչը քննարկենք։ Քննարկենք ինչ է ասվել, թե քննարկենք արդյոք հասկացել է, թե ինչ է ընթերցում։ Ու նույնը տարիներ շարունակ։ Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե ո՞րն է այբը, որը բեն։ Ոմանք սեփական օրակարգն են գրում դեմ տալիս, մտքում համոզված լինելով, որ միևնույն է, չի հասկանալու ինչ է հնչեցնում։ Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են։ Հասկացավ արդյոք ինչ է անում, թե ինչպես միշտ։ Մարդ չգիտի, նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել եւ ինչ է ասել հրապարակավ, հետո պատասխանի դրանց, թե միանգամից ասի, ախր ես ամենը քո ինչ խելքի բանն է, եղբայր։ Ախր քաղաքական դաշտը բազմամարտի ֆեդերացիա չէ։ Այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր։ Լավ, բա մինչև երբ պետք է շարունակենք այսպես։ Պարզ է, չէ, որ այս ամենը հասկանում են բոլորը։
Պարզ է չէ, որ այս ամենը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել, քննության առնել հնչեցված մտքերը, որոնք գիտակցված չեն արտասանվում։ Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Ահա թե ինչու չհնչեցին եւ չեն հնչում դիտարկումներ ելույթի վերաբերյալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձևավորել։ Հարգելի գործընկերներ, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես են քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ։ Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն։ Անշուշտ, շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը։ Բայց մեկ անգամ եւս պետք է անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել։ Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ եւ իմ սեղանին է։ Դուք բոլորը դրա մասին գիտեք։ Ոչինչ ինձ չի խանգարել եւ չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ սկսել նոր սահմանադրության նախագծի մշակման փուլը։ Ավելին, հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար։ Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում եւ մինչեւ օրս արկախել եմ գործընթացը, հայտարարելով, որ սահմանադրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն եւ ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա համախմբում ունենալու եւ դրանով առաջ գնալու հարցը։ Ես դա արել եմ նաեւ անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետ քայլ։ Սահմանադրական բարեփոխումները մարդկանց եւ քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին։ Դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են։ Նոր սահմանադրությունը կոչված պետք է լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու եւ բալանսավորելու, հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, ավելացնելու կայացվող որոշումների վրա հասարակության ազդեցության հնարավորությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանություն, ընդդիմություն, փոխգործակցությունը եւ այլն։ Սահմանադրական բարեփոխումներն ի վերջո կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը եւ դրանով պայմանավորված նրանց պատասխանատվության սահմանները։ Կարևորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ ինչպես մատի փաթաթան են դարձրել իշխանության վերարտադրության համար։ Դա աբսուրդ է, անհեթեթություն է, ուղղակի անհեթեթություն։ Եթե իշխանության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը եւ կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ եւ ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին։ Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը, կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության եւ հաշվի առնելով իրենց երեխաների ապագան եւ անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում
եւ մեր առջև ծառացած մարտահրավերները սոցիալ-տնտեսական առանցայն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լուրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ։ Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են։ Դրանք են, որ ի տարբերություն ներկա իրականության, պետք է ամրագրեն երկրում իշխանության անցնցում փոփոխության իրավական նախադրյալները։ Դրանք են, որ կարող են հնարավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթացներին։ Նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել եւ մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս։ Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք։ Բայց ունենք այնինչ ունենք, քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի, համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության եւ տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ։ Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին։ Այս պահին շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքական լուծումներ գտնել, քաղաքական որոշումներ կայացնել։ Մենք պետք է քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից։ Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին։ Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին իր տեղը, իսկ մոլորյալին իրենը։ Եվ ժամանակն է հստակություն մտցնել դաշտում։ Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պետք է լուծել եւ այդ գործընթացը մենք սկսենք հենց այսօրվանից։ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Ու դա բնական է։ Քաղաքական գործընթացների մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատը ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ։ Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց։ Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը, աղաղակ, պիտակավորում, անվանարկում։ Ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում։ Ծանոթ պատկերներ են, չէ՞։ Իհարկե ծանոթ են։ Ու չասենք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Այո, ողբերգություն է։ Ինչ որտեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի։ Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է։ Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են падգամավորների,
այդ թվում նաև թուրք եւ ադրբեջանցի падգամավորների հարցերը։ Այո, պատկերացնելը շատ բարդ է եւ սոսկալի իհարկե։ Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչև օրս մենք չենք մարսել։ Ու կրկին պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Սիրելի հանրապետականներ, ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը։ Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ, անձամբ փակելով այդ քաոսը։ Ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված դոդիտ գագո կնիքը։ Ես եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո, բացատրելով, որ նա ուղղի իր սխալը։ Անձնական ինչ-որ շատ չեմ ունեցել։ Փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը, այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար։ Դա նախ եւ առաջ արել եմ որպես երկրի նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար։ Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինեին ինձ համար, հատկապես երկրում քաղաքական կայունություն պահպանելու եւ մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար։ Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներուղամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ։ Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել եւ ինչ որ բան չի ստացվել, սխալվել եմ։ Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը։ Հարգելի ներկաներ, բոլորդ իմ հավատարիմ թիմակիցներն եք։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին աճեցնելու համար։ Այո, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե հանուն, այլ ընդդեմ նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում։ Սխալը պետք է ուղղել, արագ, մինչև վերջ եւ հստակ, այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի։ Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին։ 1. Այսօր իմ հրամանագրով Գայիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։ Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա չգա։ 2. 2013-14 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին։ Եթե նա այդ աշճան արհամարում է իր ընտրողներին եւ ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք։ Մենք պատասխանատու ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար։ Մեր падգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը։ 3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը, չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները
Չնչին, այսպես ասած, բարեգործության անվան տակ քողարկելու մասին։ Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին։ 4. Շարունակում են նաեւ օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ, պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ։ Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ քաղաքական երևույթի մասին էր։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե իհարկե հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը։ Այսքանը